Հայաստանի Հանրապետությունը ուզում է ուժեղանալ, ուզում է ամրապնդել իր սահմանները, ուզում է հզոր պետություն դառնալ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, պատգամավորները, քաղաքական կուսակցությունները խանգարում են դրան, ես չգիտեմ դրանց շատերը միտումնավոր, թե շատերը ուղղակի այդքան չհասկանալով, թե ինչի հետ են իրենք առնչվում եւ ինչ գործողություն են կատարում եւ ինչ վատ անուն են ունենալու պատմության մեջ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի հզոր, անկախ պետություն, հաշվի առնելով մեր ունեցած տեղեկությունները, մեզ մոտ այնպիսի մի կարծիք է ստացվում, որ մեր գործընկերները եւ շատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ծառայում են այլ պետությունների եւ մի մասը ուղղակի ծառայում է պայմանագրային հարաբերությունների արդյունքում, մի մասը չգիտակցելով իր ընկերներին լսելով։ Սա առաջինը։ Եվ եթե մենք գնանք տարիներ հետ եւ տեսնենք, թե Հայաստանի Հանրապետությունը ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են կառավարել, եւ տեսնենք, թե նրանք ինչ ձևով էին վերաբերում այն մարդկանց, ովքեր որ մի օտար երկրի անուն էին տալիս, կամ մի օտար երկրի հետ հարաբերություն էին ունենում։ Եթե թույլ կտաք ձեզ ասեմ, շատ վատ էին վարվում, կամ այդ մարդիկ բանտում էին հայտնվում, կամ այդ մարդիկ մահանում էին, կամ այդ մարդիկ ունեզրկվում էին։ Հիմա ձեզ ասում եմ, եթե դուք ձեր չափը չճանաչեք եւ դուք խանգարեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսեն։ Դուք պետք է ձեր չափը լավ ճանաչեք։ Այդ գործիքները, որը որ դուք կիրառել եք 20 տարի, կկիրառվի ձեր դեմ։ Որտեւ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը ունի ընտանիք, ունի զավակներ, ունի թոռներ, ամեն ինչ անելու է Հայաստանի Հանրապետությունը լինի հզոր, ուժեղ։ Իսկ այդ մնացած հորինվածքները, որոնք որ հորինում եք սահմանները տվին, հողերը տվին, դրանք նրա համար է, որպեսզի դուք շատ լավ կարողանաք հասարակությանը գցեք մոլորության մեջ։ Սա առաջինը, երկրորդը, ամենավատ վնասը դուք տվել եք մեր Ղարաբաղցի քույրերին եւ եղբայրներին, երբ որ նրանց նույնպես հրավիրել եք ձեր միտինգին։ Ինչի, որովհետեւ նրանք Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների, այն գործարարների ջանքերի եւ հարկերի շնորհիվ են կարողանում այդ համապատասխան նպաստը եւ այն բնակարանները, տները, որոնք որ ապագայում կունենան եւ մինչեւ այսօր, որոնք որ ֆինանսական ոչ մի խնդիր չունեն։ Սա շատ մեծ վատություն է կանում։ Ուրեմն ձեզ ես ուզում եմ ասել, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը ամեն ինչից տեղեկացված է, 44 օրյա պատերազմի ժամանակ միտումնավոր մարդիկ տեղերը տվել են, որպեսի մեր զինվորներին սպանեն։ Ինչի, որպեսի այդ ժամանակվա իշխանությունը պարտվի, որպեսի կարողանան որոշ քաղաքական ուժեր մարդիկ, դա ես այնտեղ եմ եղել, դուք էլ գիտեք, որ ամսի 29-ին սեպտեմբերի եղել եմ այնտեղ, Ղարաբաղի նախագահի այդ համապատասխան բունկեր էր կոչվում, այնտեղ եղած ժամանակ տեսել եմ Սամվել Բաբայանին, որ այդ մտքերը ասել է այդ ժամանակվա գործող Ղարաբաղի նախագահին։ Ես ոչ մի բան ինձանից չեմ հորինում։ Ես Սամվել Բաբայանին այդ ժամանակ երևի առաջի անգամ եմ տեսել եւ ծանոթացել։ Սա ես ուզում եմ դուք լավ իմանաք եւ մի քանի բան նշած ունեմ։ Նայեք, դուք նախ առաջինը պարոն Օհանյան, պետքա լրեք լսեք։ Ես երբ որ դուք խոսում եք, ես շատ ճիշտ եմ ասում, որ տեսել եմ։ Չէ լավ, հիմա դուք իմ տեղը որոշում եք, թե ես ում հետ ինչ եմ խոսում։ Լրություն պահպանեք դալիճում, Տիկին Գյուրեղյան, ձեզ նույնպես, հա, նախազգուշացում եւ պարոն Օհանյան ձեզ նույնպես։ Ավարտեք այս խոսակցությունը, Տիկին Գյուրեղյան։ Ձեզ հարգալից դրսևորեք։ Չէ, ես հիմա որ տենց անում եք, լսեք, ես ասում եմ արդեն չափ կա։ Հասկացանք, իհարկե ընդդիմություն եք պետք է այդ իրավունքները ունենաք, բայց չափ կա։ Հետո սա պետություն է, սա կարող է գիտեք ձեր իսօր մի տեղից բերել եք, ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք։ Լավ մի րոպե լռեք, արդեն ես ձեզ զգուշացնում եմ եւ սա զգուշացնում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ես ուզում եմ իմ երկրում Հայաստանի Հանրապետությունում մարդիկ հանգիստ ապրեն, Հայաստանի Հանրապետությունը ուժեղանա, իր հարևանների հետ ունենա
բարիդրացիական հարաբերություններ, ունենա հզոր բանակ, բայց ոչ մեկի հետ չկռվի։ Սա պետք է լինի մեր մոտեցումը։ Ես ուրիշ այլ կարևոր բաներ եմ ուզում ասել, որ դուք գիտեք, որ 500 միլիոն դոլար համապատասխան միջազգային կառույցները Հայաստանի Հանրապետության տարբեր ծրագրերի համար գումարներ էին հատկացնում։ Այդ ոչ մեկի մտքով չի անցնում, հետո ինչի ասեցին, տոնց թափով գնացեք օպերայի շենքը գրավեք, օպերայի շենքում մի թույլ տվեք։ Ինչի, որովհետև այդ գումարները գալու են Հայաստանի Հանրապետության տարբեր ճյուղերի զարգացման համար։ Դա գեներացիա էր ապահովելու։ Ու դուք պատկերացնում եք, թե դա ուղղակի պատահական է ստացվել, հա, երբ որ Հայաստանի Հանրապետությունում 30 տարվա պատմության մեջ առաջի անգամ 30 տարվա պատմության մեջ առաջի անգամ Եվրոպայի զարգացման վերակառուցման բանկի տարեկան ժողովն է ընթացել, որտեղ 2000-ից ավել հրավիրյալներ են եղել, որոնք 2000-ն էլ ֆինանսական տարբեր միջազգային կազմակերպությունների, բանկերի, կոմերցիոն ղեկավարներ են եւ ստաֆում են։ Սա նույնպես եղել է մտածված, սա նույնպես եղել է նրա համար, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույնություն չունենա, գումարներ չվերցնի, բյուջեի խնդիրները չլուծի, գեներացիա չապահովի։ Ուրիշ, ես ձեզ մի բան եմ ուզում ասեմ, եւ շատ ընկերների հետ ես 20-30 տարի ունեմ հարաբերություններ մեր դաշնակցական գործընկերների մնացած է։ Ես ուզում եմ ասեմ, որ արդեն ժամանակները փոխվել են։ Այս նոր սոցիալական հարթակների պարագայում, այս նոր ժամանակներում պետք է ամեն ինչ արվի եւ քաղաքական միավորը նույնպես մրցունակ լինի։ Առանց քաղաքական միավորի մրցունակ լինելու Հայաստանի Հանրապետությունը դրանով նույնպես վնասվում է։ Ես իրոք անկեղծ եմ ասում, ես շատ կուզեի, որ քաղաքական այն միավորը, որը որ ներկայացնում է ընդդիմությունը մեր ազգային ժողովում, կուզեի, որ շատ հզոր լիներ, կուզեի, որ շատ ճիշտ հարցեր բարձրացներ, կուզեի, որ պետականության հետ կապված, պետությունը ուժեղացնելու հետ կապված, նույն ձևով մտածեր իր ձևով, որ այդ պահի իշխանությունն է։ Դուք ինքներդ լավ գիտեք իշխանությունը եղել, դուք ինքներդ լավ գիտեք դժվարությունները, դուք ինքներդ լավ գիտեք Հայաստանի Հանրապետության հնարավորությունները։ Ես չեմ ուզում շատ երկարակ ասել, բայց ամենակարևորը ես շատ կուզեմ, որ մի բան եւս նշել։ Եկեք բոլորով իրար հետ հավաքվենք Հայաստանի Հանրապետությունը ուժեղացնենք։ Այդ իշխանության ձգտելը ես չեմ կարծում, որ դա ստացվելու է։ Որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գիտակից են, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեսնում են, իհարկե ցանկացած կառավարման պարագայում հնարավոր է խնդիրներ լինի։ Սիրելի գործընկերներ, ես եւս մեկ անգամ ասում եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ամեն ինչ անելու եմ Հայաստանի Հանրապետությունը լինի ուժ